Ես ես ասեմ իրական Ռուսաստանի վիճակը որն է։ Ուրեմն այս Wildberries-ը, բաները, նավթամշակող գործարանները, ճակատում խայտառակ իրավիճակը, այս գեներալների սպանությունները, ընդհանուր առմամբ կառավարման ճգնաժամը, որը գոյություն ունի, միջազգային ասպարեզում խնդիրները, այդ թվում այդ Լավրով-Ռուբիո չստացված հանդիպումը, Չինաստան գնալ գալը, որը ոչ մի արդյունք չտվեց, այդ Սիլը Սիբիրի կոչվածը չինացիքի փագելը, այդ ամբողջ ծավալը խնդիրների, որ դուք նայեք եւ ուղղակի վերլուծեք, նայեք թե Ռուսաստանում ինչա կատարվում իրական տեղեկատվական դաշտում, դուք կհամոզվեք, որ այս թեմաները, որոնք Հայաստանում պատտվում են, Ռուսաստանում ոչ միայն գոյություն չունեն ընդհանրապես, նշանակված են պատասխանատուներ, մի քանի շիստյորկա մանգլավիկ, որոնց օրվա հացը Հայաստանի վրա հաչալն է։ Իրանք չունեն ոչ մի աջակցություն կարևոր օլիգարխատից ռուսական, FSB-ից չունեն, ոչ մի տեղից չունեն, իրանք ուղղակի բդի հաչան իրանց մասին հիշեցնեն։ Իրանց հաչոցը հայկական կիսագրագետ ԶԼՄ-ների, կիսագրագետ, ամենավտանգավոր ԶԼՄ-ներն են, որոնք fact-checking չեն անում, եւ ադրբեջանական ԶԼՄ-ների, որոնք ռուսերեն գրում են, իսկ մեր դեգեներատները ընդեղից վերստում արտատպում են, այս երկու կատեգորիայից բացի, այսինքն ադրբեջանցիներ որպես իրանց կողմից արած, իրանց հատուկ ծառայությունների կողմից մշակված ծրագիր եւ դեգեներատներ Հայաստանից, աշխարհում ոչ մեկ շանտեղ չի դնում, որովհետև գոյություն չունի այս թեման։ Այդ նույնն է, ոնց որ Թուրքիայում Ալիևը ունի 4 թե 5 ԶԼՄ առած, որոնք Թուրքիայում ունեն 0 աուդիտորը։ Բայց ընդեղ Ալիևը պատվիրում է հոդվածներ, ստեղի դեգեներատները վերցնում են, դա ոնց է ձեռները ընկնում, չգիտեմ։ Արտատպում են ու մի հատ հիստերիկա են սարքում։ Չգիտեմ իրականում ոնց է գրում, որ ադրբեջանցիները մի անգամից իրանց ռուսերեն ալիքներում գրում են, հղում անելով թուրքական մամուլին։ Այս մեր դեգեներատներն էլ վերցնում են։ Ուրեմն կա սրան երկու տարբերակ, բոյկոտել հայկական ԶԼՄ-ները, որոնք ասենք չգիտեմ, սերիական հիմարություն են դուրս տալիս, որպեսզի մարդկանց ներվերը հանգիստ լինեն։ 3 անգամ վրա բռնեցիք, որ հիմարությունը հրապարակել ԶԼՄ, արա ջնջեք, ասում Facebook-ը բերում է, բլոկ արա, մի կարդա, ու դու մազոխիստ չես։ Դուք ուրիշ հարց եք բարձրացնում, բայց ես Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունն եմ։ Ռուսաստանի արտգործնախարարության Զախարովայի տեղակալը։ Զախարովայի տեղակալին, դա չեղավ ադրբեջանական աղբյուր, Զախարովայի տեղակալը ընդեղ թույլտվությունը հարցնում հավաքարարից, կարա դուրս գա այսօր մի քիչ գործից շուտ, թե չէ։ Ռուսաստանում արտգործնախարարություն գոյություն չունի, արտգործնախարարության ֆունկցիաները կատարվում են նախագահական աշխատակազմում, դա Վայնոնա եւ Կիրիենկոն է։ Եթե չեք մոռացել, Լավրովը մի տարով կորել էր, ու ոչ ման չէր փոխվել։ Հասկանալի որ Զախարովայի հաչոցը Հայաստանից բացի ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Չկա այնտեղ այդ ինստիտուտը չի արտացոլում Ռուսաստանի դաշտության ոչ մի բանը։ Ընդհանրապես ռուսական ամբողջ տեղեկատվական դաշտը հիմա իրական տեղեկատվական դաշտը ուղղված է Ուկրաինային, ուղղված է Չինաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, ուղղված է օրինակ Հյուսիսային Կորեայից վերել են կամպատիբել են 6 հատ հրթիռ արձակող պլատֆորմ, 150 հրթիռ պետք է բերեն, 90 Հյուսիս Կորեացի են բերել։ Հիմա այդ իրանց հետաքրքրող թեմա է։ Իրանք մի կերպ փորձում են քողարկել բաները, նավթամշակող գործարաններին հարվածները։ Իրանք ամբողջ ուժով փորձում են ապացուցել, որ Ղրիմում ամեն ինչ նորմալ է, որ առաջնագծում մարդիկ առաջ են գնում։ Փորձում են թաքցնել, որ գեներալները այն պարագայում, որ ասենք պատերազմը առանց թաքնվելու Մոսկվայի կենտրոնում տրակում են։ Սա է իրանց օրակարգը։ Չկա Ռուսաստանի օրակարգում հայկական թեմա չկա։ Այդ բլեֆը։ Լավ, հաջորդ թեման Հայաստանի արտգործնախարարությունն ենք նայում, նորություն ունենք, ժողովուրդը երևի տեղյակ է,
երեք նախարարություն վերանվանվել են եւ իրենց գործառույթների մեջ ուրեմն ինչ որ բան ավելացել է։ Դիտարկենք, տեսնենք ինչ է ավելացել արտգործնախարարության գործունեության մեջ, գործառույթների մեջ։ Հայաստանի արտգործնախարարությունը կդառնա արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն։ Եկեք դեռ դիտարկենք սա, քննարկենք սա։ Սա Եվրոպայում շատ տարածված է, որտեղ որ Եվրամիության երկրներում շատ տարածված է, որովհետեւ Եվրամիությունը ունի արտաքին քաղաքականություն, գիտեք դրա, հիմա Իսպանիա ղեկավարը կայակալացն է։ Եվ յուրաքանչյուր արտաքին գործերի նախարարությանը կցվում է եւս մի ուղղություն, որով ինքը պետք է զբաղվի, օրինակ Ֆրանսիայում դա արտաքին գործերի եւ Եվրոպայի հարցերով նախարարություն։ Այսինքն յուրաքանչյուր երկիր ունի արտգործնախարարությանը կցված ինչ-որ մի բան։ Եթե դուք չգիտեիք, օրինակ պաշտոնապես MI6-ը եւ MI6-ը, դա Բրիտանիայում, ինքը արտգործնախարարության։ Այսինքն արտաքին են, որտեղ որ Ջեյմս Բոնդը ծառայում էր, դա իրենց արտգործնախարարությունն էր, ուղղակի անունը տենց ֆիքսված չէ։ Ինքը вообще կոչվում է foreign office։ Բայց սա առևտուր է։ Միջազգային առևտրի մասին է խոսքը։ Այսինքն միջազգային կապերը ծառայեցնել նաև առևտրի։ Չէ, դա միջազգային առևտուրը, որպես այդպեսին ինքը միջազգային հարաբերությունների հիմքն է։ Ու երկրորդ տարբերակը կարող լիներ, չգիտեմ, ռազմականացված կոնֆլիկտների նախարարություն։ Դե օրինակ կցեն։ Չէ, դե այդ արդեն կցորդներ կան, չէ՞, ցանկացած դեսպանատներում կան կցորդներ։ Տեսեք, մենք չունենք իրականում առևտրային կցորդ։ Մեր դիվանագիտությունը ողբալի վիճակում է շատ երկար։ Նախարար բաներ կային, դեսպանատներ կային, 1-2 աշխատողով էին աշխատում։ Ասենք մենք ռազմական կցորդ, առևտրային կցորդ, մշակույթի կցորդ, այդ ամեն ինչը պետքա լինի առնվազն կարևորագույն երկրներում, հա, հիմա դու չգիտեմ, Եվրամիության գոնե, ասենք, չգիտեմ, 27-ում, առնվազն մի 10 հոգի պետքա ունենանք, 10 առևտրային կցորդ պետքա ունենանք, 5 ռազմական կցորդ պետքա ունենանք, որ տենց նայում ես բանով, հա։ Մշակութայինը դե չգիտեմ ես այդ։ Այսինքն այստեղ հույս ունենանք, որ գոնե առևտրի կցորդների թեմա է այստեղ։ Դե տեսեք, Հայաստանը պետք է ունենա յուրաքանչյուր երկրում Եվրամիության մանավանդ, որ 2 տարով բացեցին, 2 տարով շարունակել են, պետք է ունենա ամեն մի Եվրամիության երկրում առևտրային հարցերով կցորդ, մի հատ յուրաքանչյուր մայրաքաղաքում ցանկալի է 2-3 քաղաքներում, ասենք, մի հատ մայրաքաղաք, մի հատ գոնե խոշոր ու մի հատ էլ բան դինամիկ առևտրային պալատ, որտեղ որ ոչ թե այդ ստեղից լնգուլաված բարեկամ սիրած հավաքեն լցնեն, որպեսզի Շենգեն վիզա ստանան, գնան աուտլետներից բան առնեն, տրուսիկ առնեն, հետ գան, ոչ բան չանեն, այլ որտեղ որ բիզնեսը ներկայացված լինի, հա, որտեղ որ չգիտեմ Հայաստանի արտադրողները առանց հավելյալ վճարումների կարողանան օգտագործել ցուցահանդես։ Օրինակ, հա, բան էս արտադրում, չգիտեմ։ Բիզնես կապեր եւ այլն։ Բիզնես կապերը մի կողմ, ապրանքը մարդը պետք է շոշափի։ Ու ոչ թե արդեն հնամաշ սիրացի տուրիստական բիզնեսը, որը ոչ մեկին չի հետաքրքրում 21-րդ դարի առաջ կարոտը պրծել արդեն ինչ տուրիստական բիզնես։ Բանկը արտադրելու է, արտադրել, հիմա ունենք արտադրանք, ասեք չգիտեմ, ունենք կար, մարդ կա, որը որ Զարայի համար էր աշխատում, Մանգոյի համար էր աշխատում, հիմա ասենք Կարուձև անում, աշխատում է Եվրոպայի համար։ Առևտրի նախարարություն, Օրինակ։ Առևտրի նախարարություն չի կարա լինի։ Ինչու՞։ Մենք ունեցինք։ Որովհետև շատ վատ է որոնց։ Պետությունը ամենավատ բիզնեսմենն է, պետությունը ամենավատ կառավարիչն է, այ աշխարհում ամենավատը նույնիսկ օկուպանտներից վատն է, քո պետությունը կառավարում վիճակը, որովհետև պետության ներկայացուցիչները կախված են ընտրային ցիկլներից, այսինքն կադենցիաներից, իսկ դա իրենց միշտ ստիպում է գրփել թափել, որովհետև մեկը իրան հետո փոխելու են։ Ինքը 100% գիտի, որ փոխելու են։ Իր աշխատանքի որակից կախված չի իր մնալը պաշտոնին։
Մի խոսքով դուք համարում եք, որ արտգործնախարարության կազմում Ես համարում եմ, որ առևտրի նախարարություն պետքա չլինի։ Լավ, սա դե որոշել են Միջազգային առևտուրը ես չգիտեմ էլ Միջազգային առևտուրով պետք է զբաղվեն երևի կցորդները, բայց արտաքին գործերի նախարարի ուրեմն մի րոպե, տեսեք։ Կուրացիայով, հա։ Միջազգային հարաբերություններում միջազգային առևտուրը, քանի որ ինքը կարգավորվում է նորմատիվներով միջազգային sense տենենց, ես չգիտեմ էլ որտեղ պետք է լինի։ Այսինքն մենք ունեիցել ենք էկոնոմիկայի նախարար հայտնի Փսլենկոտը, որը տապալել էր ամեն ինչ։ Հիմա եթե դուք համարում եք, որ դա նորմալ է, որ էկոնոմիկայի նախարարը, որը ասենք ոչ մի բանից չի հասկանում, ինչպես հայտնի է նույնիսկ բազմապատկերի։ Դե չեն վստահել էկոնոմիկայի նախարարությանը, Կա երկու տարբերակ, որտեղ կամ իրան պետք է հանես, հա, իրան Միրզոյանին աչքիս։ Դե Տենց է։ Բաում Մարդ նստած հեմեկի բանում խայտարակ ալնում, չի կարում 5 անգամ 205 բազմապատկի։ Էկոնոմիկայի նախարարն ենք աշխարհը չունեն։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն։ Ես չգիտեմ սա ոնց են վերցրել։ Սա ինչ-որ մի բան հարմարացրել։ Ուղղակի որ բոլոր բառերը լինեն, որ Նիկոլին դուր գա։ Ինքը ի՞նչ է նշանակում արհեստական բանականության նախարարություն։ Էդ ի՞նչ է։ Արհեստական բանականության կարգավորման նախարարություն հասկանում եմ։ Արհեստական բանականության նախարարություն չեմ հասկանում։ Ոչ աբսուրդ է դա։ Ու այն ինչ էր բարձր տեխնոլոգիական արտադրություն կներեք, բայց մենք չունենք։ Այսինքն ստեղ հասկանում եք խնդրումը որն է։ Այդ բառերի բանա, կույտա, բառակույտա, պոպուլար sense են սուպեր էլիտար բան շենքն է, որը կազարմա, որը ընդհանրապես ոչ մի սուպեր էլ չի, ոչ մի էլիտար էլ չի, բայց այտենց լցնում ես մեջը, որ հիմարները կուտեն գանատեղ 40 տարով ստրկության բռնվեն հիպոթեքի։ Ինչ է նշանակում բարձր տեխնոլոգիական արտադրության Հայաստանում։ Բարձր տեխնոլոգիական արտադրությունը, չգիտեմ, ինչա, մոդեռնան էր։ Բարձր տեխնոլոգիական արտադրությունը Apple-ն է։ Բարձր տեխնոլոգիական արտադրությունը Nvidia-ի չիպերն են։ Չիպերի արտադրությունը։ Ձեր մոտ ամենաբարդ արտադրությունը դա ջերմուկն է, որը վերջապես սկսել է եվրոպական տիպի կափարիչներ վրան դնել։ Պտտվում, հա, պտտվում որ չի փոքրում։ Ինչն է բարձր տեխնոլոգիական ստեղ արտադրում, որ պետությունը պետք է տենց նախարարություն ստեղծի։ Չէ, ես հասկանում եմ տակը իմաստն է, որ այնտեղ ռազմաարդյունաբերությունն է յանի, բայց ռազմաարդյունաբերությունը տենց չեն էլի անուն դնում, հա, ասենք ինչ է սարը բարձր տեխնոլոգիական, քանի հատ Հայաստանում պետականորեն բան ունես 5 բանով ստանոկներ ունես, չիպերներ։ Դե չունես կունենաս, չէ, տիկինգայանը չի լինում այտենց, նախարարությունը ստեղծում է, որ լապ են, ոնց որ նախորդ նախարարը լապեց տշեցին, այն դրա նախորդ նախարարը լապեց տշեցին, կեսի վրա քրեական գործաբացած, կեսի վրա լկբացվի, հասկանում եք, երբ որ դու բառակույտ ես դնում նախարարության անունը, լոխերի համար, դա նշանակում է դու լապելու ես այդտեղ, կարող է նույնիսկ ինքը չլապի, մարդ են բերե, Հոլանդիայում սաղ հետ են գրում, ասում Հոլանդիայում կրթություն է ստացել, քորանամ ես, հետո, հա բան չեն կարա, Պապուա Նոր Գվինեայում չենք, որ մարդ Հոլանդիայում կրթություն ստանանք, կանչենք ասենք, ինչ լավ է, մարդ ասեմ ով դուրսներ բան անել, կրթություն ստացել, հիմա անիծելով անիծում են ու ԿՊԱ-կանները, Արմենը Գևորգյան, Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը 2001-2-3 թվերին սաղ ասում են, որ դուրսը կրթություն է ստացել, այսինքն տղա է, հետո Տաթևիկը հիշում եք ավիացիայի ղեկավարը, Դանիայում աշխատել էր այդ Ռևազյան, հա, հետո ինչ եղավ, վերջը Դե ախր հասկանում եք, որ Պապուաս են, ախր չէ, հասկանում եմ, բայց չեմ ասում վատ էր աշխատում։ Չէ, լավ աղջիկ էր, պատրաստված աղջիկ էր, բայց մեր գնահատականը այդտեղ բայց խնդիրը նրանում չի, որ ինքը, ախր այն որ ինքը այնտեղ աշխատել է, ամենալավ օրինակը ձեզ,
Լավ էր, չի աշխատի։ Բայց Բան չկարողացավ, չի անի։ իրողությունները պիտի Բա ինչ կապ ունի որտեղ Հաշվի աշխատի, առնես։ այս կարգո կուլտին վերջ տվեք։ Եվ սոցապը աշխատանքի եւ բարեկեցության կարծես թե տենց կոչվեց աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն այ բարեկեցության նախարարությունն էլ է հետաքրքիր ձևակերպում մտածել են մարդիկ ձևակերպումներ են տվել այնտեղ ուրեմն արհեստական բանականության նախարարություն ստեղ բարեկեցության նախարարություն նոր Ես այդտեղ չեմ հասկանում, որտեղ այդտեղ կյանքի որակի մասն է, այդտեղ խոսքը դա մի բան է։ Դե բայ դա աշխատանք ունենաս եւ բարեկեցիկ ապրես։ Հա, բայց դա հասկացա, այդ նախարարությունը, որը զբաղվում է աշխատանքի եւ բարեկեցության։ Աշխատանքի Հա, այսինքն սոցիալական այն, որ մենք հենց ծամանդրության գործազրկության վերացման Բա ինչ չէ, չի կարա գործազրկության վերացման պետությունը զբաղվի։ Հա, այտենց նախարարություն կարող է լինի որ Ժողովուրդ, մենք ըստ ծամանդրության սոցիալական պետություն ենք։ Դուք պետք է ունենաք սոցիալական հարցերով նախարարություն, որտեղ ըստ ծամանդրության դուք սոցիալական պետություն եք։ Դուք բարեկեցության պետություն չեք ըստ ծամանդրության։ Դե մենք փորձում ենք հասկանալ ինչ իմաստ են դրել, գուցե սխալ ենք քննարկում, բայց հասկանալ այն ինչի տակ գոյություն չունի ծրագրային հիմնավորում։ Նախարարությունների անունները երբ որ փոխում են, սկզբից ներկայացնում են ծրագիր։ Ես չեմ տեսել ծրագիր, կա ծրագիր։ Մենք հիմա նստած ասում ենք անունը իրավունք ունի տենց գոյություն ունենալու թե ոչ։ Չէ, անունի տակ գործառույթ կա, չէ, իսկապես ծրագիր պետք է լինի։ Մենք գործառույթը մի կողմ։ Օրինակ այն բառակույտի նախարարությունը տակը չես կարա գործառույթ դնել։ Դե AI չես կարա արհեստական բանականության նախարարություն գոյություն չի կարա գոյություն ունենա։ Երևի ինչ որ մի երկրում գոյություն է ունեցել։ Գոյություն չունի, ախր չի կար, հետո ինչ որ երկրում գոյություն ունի։ Պուտինի մոտ էլ շատ բան գոյություն ունի, ինչ անենք, գնանք երեխա բռնաբարենք։